Այսօր ես կատարում ենք գիտափոց։ Մեզ հարկավոր է կիտրոնաթթու, գունանյութ, սոդա, փայտիկներ, ջուր։ Եկեք սկսենք։ Ընթացք ասալ, գուաշը անում ենք կիտրոնի վրա։ Մի փոքրիկ շատ վերցրուն ար փայտիկով, մոտիկ տար, այդպես կաթացրում, մի մեջ մցա, դուրն ար, դուր օգնեմ քեզ, արև, սպասինը։ Հասկացար, դարա։ Ապրես, մի քիչ մի փոքրիկ էլ թափահարի։ Ոչինչ, դուր օգնեմ քեզ նայ։ Այսպես։ Հիմա կարմիրն արա, կարմիրը։ Մի քիչ մոտիկ տար, գունանյութը որ չթափես սեղանին, ապրես, ապրես, մի քանի տեղով, այդպես։ Վերջ։ Հիմա մի հատ էլ կանաչն արա, մի քանի տեղ։ Մոտիկ տար գուաշը, նարը, որ չթափես։ Տար ափսեի մոտ, ապրես, ու այդպես արա։ Մի փոքր էլ վերցրու, նար։ Ապրես։ Այդտեղ մի քանի տեղ էլ կանես, հա, նար, այս կողմն էլ արա։ Հիմա սոդան պետք է ոչինչ, մի տեղ էլ արա կանաչ, նար։ Լավ, բավարար, ոչինչ։ Հիմա նար պետք է սոդայով փակենք։ Ընթացքը պատմի։ Սոդայով փակում ենք։ Շատ հաստատ, Վերջ, բավարար, սպասես։ Հաջորդական պետք է կիտրոնաթթուն խառնենք ջրի հետ։ Լավ խառնի, որ լուծվի։ Զգույշ։ Հիմա գթալով լսրա տեսնենք ինչ է ստացվելու, նար։ Այ, լսրա։ Տեսնում ես ինչ է լինում։ Այսինքն կիտրոնաթթուն սոդայի հետ մտնում է ռեակցիայի մեջ, ու նայ գույները եղում է տակից բացվում է, լսրա հենց կարմիրի վրա լսրա։ Այ, խտասիրուն գույները դուրս եկան կանա, հա կապույտի վրա, նար, կապույտի վրա դեռ, այստեղ մե կապույտ ունես։ Վերջ, արդեն բավարար, թող, որ տեսեք նայ սիրուն, գունավոր նկար ստացվեց ափսեի մեջ։ Հա, նարե, դե թող, պրոցեսը կանգնի, տեսինչ սիրուն, գուաշները առանձնացան, նարե, տեսնում ես, փոքրիկ ուղղակի շատ լցրեցիր։ Ինչ ես կարծում, քո գիտափորձը ստացվեց։ Այո, հաջողություն։